երբ որ Եթե ապոստոլի ծավալի հետ կապված է։ Պատվաժան դատարան, ինձ պատժելու չպատժելու հետ կապված է։ Ես ձեզ մի հատ հարց ունեմ։ Դուք 2025 թվականի նոյեմբերի 27-ին ինձ ուրեմն թույլ տվեցիք, դատարանը թույլ տվեց, Հայաստանի Հանրապետության դատարանը թույլ տվեց ինձ տեսակցել ցանկացած անձի հետ։ Հիմա ես ինչ եմ մտածում, որ պատիժ կա, հա։ Ուղիղ 3 Տիկին Սոնա Աղեգյանը, Սարգիս Տերեսյանը եկել են իմ մոտ տեսակցության։ Եվ բանդը չի թողել, ասել է, որ ինքը սանկցիայի տակ է։ Իրան չի կարելի հանդիպել այլ մարդկանց հետ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ այս դատարանից բացի ուրիշ սենյակ կա, ուրիշ դատարան կա, մութ հանգնում, որտեղ որ ասենք ուրիշ որոշում են ընդունել եւ ես սանկցիայի տակ եմ։ Եվ օրինակ է բերել, ասել է մի քանի օր առաջ էլ պատգամավոր Գեգամ Մանուկյանը եկավ, իրան էլ չենք թողել հանդիպելու։ Հիմա սա պատժի մասով։ Ես ասում եմ, այն ինչ տեղի ունեցել հենց 3։ Չեն թողել հանդիպելու հետս։ Վերադարձ չախնա։ Չգիտեմ, ձեր ձեռքին պետք է լինի դատարանի կողմից։ Ես գիտեմ, բայց ես փաստերն եմ արձանագրել։ Փաստերը ես չգիտեմ ինչ փաստ եք դուք արձանագրում։ Հա, որ 3 Սոնա Աղեգյանը, այո, Տաուն Ղավթյանը նստած են։ Դուք ասացիք ես պատասխանեմ ժամանակ պատասխանեք եւ ասնենք առաջ։ Դատարանը ձեր նկատմամբ կիրառած կապամիջոցը մարտի 4-ը ներառ երկարաձգել է։ Կա այնտեղ որոշման մեջ նշված սահմանափակման վերաբերյալ, եթե կա, չկա։ Ավելին ասեմ, շատ հարգարժան Տիգրան Աբրամյանը նորեստեր է պատգամավոր։ Մի ամիս առաջ մոտեցել է ինձ տեսակցել է իրեն թողել են, բայց երեք ասենք չեն թողել, թելել են։ Եթե կա սահմանափակում ինչ-որ, չգիտեմ, չկա, վերաքննիչ դատարանն մի մութ սենյակում որոշել է։ Մի րոպե, վերաքննիչ դատարանն է, կարող է վերաքննիչ դատարանը։ Բայց ինչ հարց եք դուք ուղղում դատարանին պարզաբանել։ Ասում եմ, որ դուք ասիք պատիժ չէ, վերում եմ օրինակ ամեն իգրությունն ասում եմ։ Հիմա մի հատ հաջորդ բանն էլ ասեմ, պատվաժան դատարան։ Նոր մի քիչ առաջ, երբ որ 45 րոպե ուշացրեցին գործընկերոջը, յոթ ծանոթացել ենք, բայց արդեն հարազատներ ենք դարձել, խմբավորում ենք արդեն դարձել։ Ահա։ Դուք բարգացաք եւ ձեր բարգությունը իսկապես գործընկերոջ ուշացնելու պատճառներ բարձրացին։ Հիմա ես ինչ եմ ուզում ասել։ Տարել են կենտրոն նստավայր, Շենգավիթ նստավայր։ Արդեն 321,120 րոպե իմ երեխեքին ինձի ուշացնում են երեխեքից։ Ես հաշվեցի նոր 321,120 րոպե դուք պատկերացրեք։ Ու ես հələ չգիտեմ քանի 100,000 րոպե պետք է ես սպասեմ, որ դատարանը կամ ծավալները կամ արդարադատություն կոչվածը, ես ասեմ, Հայաստանում արդարադատություն որպես այդպիսի գոյություն չունի։ Անգերդ եմ ասում։ Աշխարհի ոչ մի երկրում, այո, երկարացեք կալանով, 5 տարի, 10 տարի, 10 տարի, բայց ոչ մի երկրում կալանավորները տարիներով չեն սպասում, որ իրենց դատավեճերը կայացնեն։ Մարդուն ձերբակալում են 4 տարի 8 ամիս նստած է, 4 տարի 8 ամիս նստած է։ Չեն կարողանում դատարանում ապացուցեն, որ ինքը մեղավոր է, կանչել են, ասում են վերցրու քու վրա, 6 ամիս էլ կնստես ու կգնաս տուն, 6 տարի 4 ամիս։ Եթե չես, 5 տարի 4 ամիս, եթե չես վերցնի, մաքսիմումով կդանք։ Այսպես բան, մարդը դա 7 տարի սպասում է իր վերդիկտին։ Հայաստանում արդարադատություն որպես այդպիսին գոյություն չունի։ Ես ասեմ ձեզ, չէ, մի լավ լուրել եմ ուզում ասեմ, անպայման։ Եթե գործեր կապի հետ մի լավ լուրեր ունեմ ասելու, ինչ ունի սկիզբ հետ ունի վերջ, անպայման, բնականաբար, ուրեմն Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը իջել է իր կարգության մագարտագին, այսինքն բլինդուզից ներքև, եւ ինքը հեղանում ոչ, ես մի համար բոլոր նրանք, ովքեր որ
Պատվարժան դատարան, որովհետև սա քաղաքականն է։ Եթե դուք ցույց տաք այս 8 ամսվա մեջ, որ մի իրավական որոշում եք կայացրել, ես խնդիր չկա։ Պատվարժան դատարան, ես անձերի խնդիր չի, ես ձեր անձի։ Չէ, ավարտեմ, ձեր համար վատ լուր ունեմ։ Իշխանապահությունից հետո այս գործի հետ կապված բոլորը ճաղերի հետևում են հայտնվում։ Հետո չասիք